Ողջույն բոլորին, USR Media-ի եթերում ԱՄՆ գլխավոր լուրերն են, բայց այսօր պարզապես լուրեր չեն լինելու։ Սա լինելու է մի երկրի պատմություն եւ նույնիսկ այնքան էլ մեկ երկրի չէ, որքան որ շղթայական։ Իրոք սա շղթա է, որը սկսվել է Վենեսուելայից եւ դեռևս չի ավարտվել։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցած արտահերթ նիստը ԱՄՆ-ի ռազմական գործողությունն ու Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունը բացել են շատ ավելի վտանգավոր հարցեր, որոնց մասին բարձրաձայն խոսելն այսօր բոլորը չէ որ համարձակվում են։ Այս թողարկման մեջ մենք խորքային վերլուծելու ենք ոչ միայն տեղի ունեցածը, այլ այն, ինչ կարող է լինել հետո, որ երկրներն են կանգնել Վենեսուելայի կողքին եւ ինչու անվտանգության խորհուրդը չկարողացավ ընդունել որևէ բանաձև, ինչպես է վետոյի իրավունքը վերածվում ուժի գործիքի կամ ինչ կապ ունի նավթը, դատարանը եւ ռազմական ճնշումը մեկ ընդհանուր սցենարում։ Եվ ամենակարևորը, եթե այս փուլում միջազգային արձագանքը մնա միայն հայտարարությունների մակարդակում, ով կարող է դառնալ Միացյալ Նահանգների հաջորդ թիրախը։ Մենք վերլուծում ենք հնարավոր սցենարները, անուններ ենք տալիս երկրներին, դիտարկում ենք ուժերի բալանսը եւ փորձում հասկանալ, արդյոք աշխարհը մտնում է նոր, շատ ավելի կոշտ փուլ։ Իրանը նոր վտանգի առաջ է կանգնած, Կուբան, Կոլումբիան, Մեքսիկան, Գրենլանդիան նոր թիրախներ են եւ սա լինելու է երկար, բայց բովանդակալից վերլուծություն, որտեղ ոչինչ չի շրջանցվելու։ Ես Արություն Մինասյանն եմ եւ անպայման դիտեք միջև վերջ ու չմոռանաք բաժանորդագրվել ալիքին։ Սկսենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից, որը Ռուսաստանի ու Չինաստանի պահանջով էր։ Եվ այսպես արտահերթ նիստի անցկացվել Վենեսուելայում տեղի ունեցած վերջին զարգացումների կապակցությամբ նիստի առանցքում եղել է ԱՄՆ-ի կողմից իրականացված ռազմական գործողությունը եւ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունը։ ԱՄՆ դիրքորոշմամբ գործողությունն ուղղված է եղել նարկոտրաֆիկինգի կազմակերպված հանցավոր ցանցերի եւ Վենեսուելայի ըստ Վաշինգտոնի ոչ լեգիտիմ ռեժիմի դեմ։ ԱՄՆ պատվիրակությունը նիստում պնդել է, որ գործողություններն իրականացվել են անվտանգության ապահովման նպատակով։ Վենեսուելայի ներկայացուցիչը ՄԱԿ-ում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կատարել է զինված ագրեսիա, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ որ երկրի նախագահի ձերբակալությունը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Վենեսուելան պահանջել է անհապաղ վերադարձնել նախագահ Մադուրոյին եւ դատապարտել է Միացյալ Նահանգների գործողությունները, դրանք որակելով որպես ինքնիշխան պետության դեմ հարձակում։ Նիստում Վենեսուելային բացահայտ պաշտպանել են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Կուբան, Նիկարագուան, ինչպես նաև չմիավորված շարժման երկրները։ Այս երկրները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների գործողությունները հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը, խախտում են պետությունների ինքնիշխանությունը եւ վտանգավոր նախադեպ են ստեղծում միջազգային հարաբերություններում։ Չմիավորված շարժման անունից ելույթ ունեցող պատվիրակությունը, որը ներկայացնում է ավելի քան 120 երկիր, պահանջել է դադարեցնել ռազմական միջամտությունը եւ ապահովել Վենեսուելայի նախագահի անհապաղ վերադարձը։ Միևնույն ժամանակ Ֆրանսիան, Իսպանիան, Բրազիլիան, Մեքսիկան, Չիլին եւ Հարավային Աֆրիկան քննադատել են ԱՄՆ ռազմական գործողությունները, շեշտելով, որ թեև չեն ճանաչում Մադուրոյի իշխանությունը, անընդունելի են համարում ուժի կիրառումը եւ միջամտությունը ինքնիշխան պետության ներքին գործերի։ Նրանց խոսքով Վենեսուելայի ճգնաժամը պետք է լուծվի բացառապես խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով։ Մի շարք երկրներ, այդ թվում Արգենտինան, Պարագվայ եւ Տրինիդադ ու Տոբագոն աջակցություն են հայտնել ԱՄՆ դիրքորոշմանը, հայտարարելով, որ Մադուրոյի հեռացումը կարող է նպաստել նարկոտրաֆիկինգի դեմ պայքարին եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։ Նիստի ընթացքում հնչած ելույթների մեծ մասը շեշտել է, որ Վենեսուելայի ապագան պետք է որոշվի վենեսուելացի ժողովրդի կողմից, սակայն անվտանգության խորհրդում ակնհայտ է դարձել խոր բաժանումը ԱՄՆ գործողությունների օրինականության եւ միջազգային իրավունքի պահպանման հարցում։ Արտահերթ նիստն ավարտվել է առանց բանաձևի ընդունման, քվեարկություն չի անցկացվել, պաշտոնապես հաջորդ նիստի օր էլ չի հայտարարվել, սակայն մի քանի պատվիրակություններ Վենեսուելան, չմիավորված շարժումը, ինչպես նաեւ Ռուսաստանն ու Չինաստանը ակնարկել են, որ կարող են պահանջել նոր նիստ կամ հատուկ քննարկում։ Վենեսուելան եւ նրան աջակցող երկրները պահանջում են դատապարտող բանաձև ԱՄՆ գործողությունների դեմ, նախագահ Մադուրոյի անհապաղ վերադարձ, ուժի կիրառման դատապարտում։ Սակայն Միացյալ Նահանգները որպես մշտական անդամ ունի վետոյի իրավունք եւ գործնականում նման բանաձևի ընդունումը անվտանգության խորհրդում քիչ հավանական է։ Դրա պատճառով քննարկվում է այլ սցենար՝ հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա, որտեղ վետո չկա եւ հնարավոր է քաղաքական հայտարարություն կամ ոչ պարտադիր բանաձև։ Իրանի Իսլամական Հանրապետությունը մտել է խորացող քաոսի փոլ։ Երկրի տարբեր քաղաքներում փողոց դուրս եկած հակակառավարական ցուցարարները բողոքում են ոչ միայն իշխանությունների դեմ, այլ տարիներով կուտակված սոցիալ-տնտեսական ճնշման, արժույթի արժեզրկման եւ ապրուստի անհնարին պայմանների դեմ։ Սակայն այս բողոքները վաղուց արդեն միայն ներքին դժգոհության արտահայտություն չեն։ Դրանք աստիճանաբար վերածվում են միջազգային անվտանգության օրակարգի հարցի։ Դեկտեմբերի վերջին Իրանում բռնկված զանգվածային ցույցերը միավորեցին տարբեր սոցիալական շերտեր, առևտրականներ, խանութպաններ, ուսանողներ,
եւ այլն նրանց պահանջների հիմքում երկրի ծանր տնտեսական վիճակն է, ազգային արժույթի կտրուկ անկումը, ռեկորդային գնաճը եւ կյանքի նվազագույն պայմանների փլուզումը։ Սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գները կտրուկ բարձրացել են, իսկ գնաճի մակարդակը հասել է 42.2%-ի 2024 թվականի համեմատությամբ։ Իրանի իշխանությունների կողմից գազի գների բարձրացումը առաջին անգամ 2019-ից ի վեր դարձել է հասարակական զայրույթի հերթական կայծը։ Լարվածությունը արագ տարածվեց Թեհրանից դեպի երկրի այլ քաղաքներ։ Անվտանգության ուժերը, որոնք գործում են գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի վերահսկողության ներքո, փորձեցին պահպանել վերահսկողությունը հաճախ կոշտ միջոցներով։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես են ցուցարարները Իրանի արևմտյան ազնաքաղաքում հրկիզում ոստիկանության բաժանմունքը։ Հնչում էին կարգախոսներ, որոնք բացահայտ քաղաքական բնույթ ունեին, սա վերջին ճակատամարտն է, Փալիևին կվերադառնա, ակնարկելով թագավորական դինաստիայի ժառանգին, որի հայրը հեռացվել էր իշխանությունից 1979 թվականի իսլամական հեղափոխության ժամանակ։ Այլ տեսանյութերում երևում են քաղաքացիներ, որոնք փողոցներում բացահայտ պահանջում են իսլամիստական համակարգի անկումը։ BBC-ի տվյալներով որոշ ուսանողներ վանկարկում էին անգամ մահ դիկտատորին ու մահ Խամենեին։ Iran International-ի կողմից հրապարակված մեկ այլ տեսանյութ լայն արձագանք է ստացել, համեմատվելով Չինաստանի Տիանանմեի հրապարակում 1989 թվականին արված պատմական կադրերի հետ։ Տեսանյութում ամբողջությամբ սև հագնված մի անձ նստած է Թեհրանի ճանապարհի մեջտեղում, գլուխը խոնարհած եւ միայնակ կանգնեցնում է մոտեցող ոստիկանության մոտոցիկլետները։ Իրանի իշխանությունների արձագանքը երկակի է։ Մի կողմից նախագահ Մասուդ Փեզեշքյանը փորձում է մեղմել իրավիճակը, հայտարարելով, որ կառավարությունը պատրաստ է լսել քաղաքացիների օրինական պահանջները։ Մյուս կողմից ուժային կառույցների գործողությունները օրեցօր ավելի կոշտ են դառնում։ Մարդու իրավունքների հարցերով զբաղվող ոչ կառավարական կազմակերպությունների տվյալներով ցույցերի ընթացքում սպանվել է առնվազն 20 մարդ, շուրջ 1000-ը ձերբակալվել են։ Սոցիալական ցանցերում շրջանառվող որոշ տեսանյութեր, որոնց իսկությունը հնարավոր չէ անկախ հաստատել, ցույց են տալիս, թե ինչպես է կրակ բացում ցուցարարների ուղղությամբ Իրանի արևմտյան Մալեք Շահի քաղաքում։ Քուրդիստանի մարդու իրավունքների ցանցի տվյալներով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպանել է 3 մարդու ու վիրավորել ավելի քան 30-ին։ Կհարցնեք, բա ինչ կապ ունի այս ամենը ամերիկյան լուրերի հետ։ Այս ֆոնին իրավիճակը դուրս է գալիս Իրանի ներքին քաղաքականության շրջանակներից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակայնորեն խոստացել է աջակցել ցուցարարներին։ True Social-ում նա գրել էր, որ եթե Իրանի իշխանությունները կրակ բացեն խաղաղ ցուցարարների վրա, Միացյալ Նահանգները կգան նրանց օգնության եւ պատրաստ է գործողությունների։ Այս հայտարարությունից էր ընդամենը 1 օր անց, որ Թրամփը հայտարարեց Վենեսուելայում իրականացված լայնածավալ ռազմական գործողության մասին, որի արդյունքում գիտեք ձերբակալվեցին Նիկոլաս Մադուրոն ու նրա կինը Սելիա Ֆլորեսը։ Այդ գործողությունը տարածաշրջանում ընկալվեց որպես հստակ ազդակ։ Վաշինգտոնը պատրաստ է անցնել խոսքից գործողության։ Վենեսուելայի դեպքերից հետո Թրամփը շարունակեց իր կոշտ ռետորաբանությունը զգուշացումներ հնչեցնելով մի շարք երկրների հասցեներին։ Իրանի իշխանությունները դա ընկալեցին որպես ուղիղ սպառնալիք։ Իրանի նախկին խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին, որն այժմ զբաղեցնում է ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը, X-ում հայտարարել է. Ցույցերը խրախուսվում են Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից, եւ որ ցանկացած միջամտություն կարող է ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը։ Այաթոլլահ Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին էլ նախազգուշացրեց, որ Իրանի անվտանգությանը մոտեցող ցանկացած ձեռք կկտրվի։ Վենեսուելայում իրականացված ԱՄՆ գործողությունը Իրանում ընկալվում է որպես նախադեպ։ Իրանական քաղաքական շրջանակներում տարածված է մտավախություն, որ Թեհրանը կարող է դառնալ Թրամփի ագրեսիվ արտաքին քաղաքականության հաջորդ թիրախը։ Ինքը Թրամփը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ իր վարչակազմը ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող զարգացումներին եւ կրկնել է, որ զանգվածային սպանությունների դեպքում Միացյալ Նահանգների արձագանքը կլինի կոշտ։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն Այաթոլլահ Խամենեին ունի նաեւ պլան B։ The Times UK-ի տվյալներով նա պատրաստ է լքել երկիրը, եթե անվտանգության ուժերը չկարողանան ճնշել բողոքները։ Աղբյուրների պնդմամբ հնարավոր սցենար է Մոսկվա մեկնել ընտանիքի եւ մերձավորների հետ, ինչպես 2024 թվականին դա արեց Սիրիայի նախկին ղեկավար Բաշար Ալ-Ասադը։ Այս ամենի ֆոնին Խամենեին փորձում է պահպանել վերահսկողությունը, մի կողմից ընդունելով բողոքելու իրավունքը, մյուս կողմից խոսելով կոշտ կարգ ու կանոնի անհրաժեշտության մասին։ Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ ռազմական միջամտության նախադեպը սակայն արդեն գոյություն ունի։ Ինչպես գիտեք, հունիսին Պենտագոնը մշակել էր ծրագիր Իրանի միջուկային ենթակառուցվածքները ոչնչացնելու համար Իսրայելի ծագող առյուծ գործողությունից հետո։ Կեսգիշերային մուրճ անվանումը կրող այդ հարվածները ըստ տեղեկությունների տարիներով հետ են մղել Իրանի միջուկային ծրագիրը եւ դարձել Միացյալ Նահանգների կողմից 30,000 ֆունտանոց բունկեր կործանող զինամթերքի առաջին գործնական կիրառումը։ Թրամփի այս քաղաքականությունը աննկատ չի մնացել նաև կոնգրեսում։ Հարավային Կարոլինայից սենատոր Լինսի Գրեմը հրապարակայնորեն պաշտպանել է նախագահի մոտեցումը, հայտարարելով, որ ի տարբերություն նախկին վարչակազմի Թրամփը
չի շրջվել Իրանի ժողովրդի դեմ եւ հույս է հայտնել, որ 2026 թվականը կարող է դառնալ Իրանի համար շրջադարձային տարի։ Այսպիսով, Իրանի փողոցներում սկսված բողոքները վերածվել են գլոբալ հաշվարկների կենտրոնական տարրի։ Այստեղ խաչվում են ներքին սոցիալական պայթյունը, տարածաշրջանային հավասարակշռությունը եւ Միացյալ Նահանգների ուժային արտաքին քաղաքականությունը, որը կարծես նոր թափ է առնում։ Հարցն այլևս միայն այն չէ, կդիմանա արդյոք իրանական իշխանությունը, այլ արդյոք աշխարհը կանգնած է հերթական մեծ բախման շեմին։ The year that we make Iran great again. Մեր ուշադրության կենտրոնում է բնականաբար Իրանում տեղի ունեցող իրադարձությունները, որպես Հայաստանի հարևան երկիր եւ նոր զարգացումների դեպքում անպայման կտեղեկացնենք։ Հաջորդ վերլուծությունն արդեն Միացյալ Նահանգներին ավելի մոտ գտնվող երկրների մասին է։ Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Վաշինգտոնի արտաքին քաղաքական հռետորաբանությունը մտնում է նոր ավելի կոշտ փուլ։ Նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Գրենլանդիայի, Կուբայի, Կոլումբիայի վերաբերյալ, ինչպես նաև Վենեսուելայում իրականացված ռազմական գործողությունը, որի արդյունքում հեռացվեց նախագահ Մադուրոն իր պաշտոնից, այլևս մեկուսացված քայլեր չեն դիտարկում։ Դրանք ձևավորում են մի ամբողջական պատկեր, որը Սպիտակ տունը ներկայացնում է որպես ռազմավարական մոտեցում արևմտյան կիսագնդում։ Վաշինգտոնը փորձում է վերաձևել իր ազդեցության գոտին ուժի եւ սպառնալիքի լեզվով, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ անվտանգության համակարգի համար։ Մեծ Գրենլանդիան պետք է ազգային անվտանգության տեսանկյունից Կուբան պատրաստ է փլուզման, Կոլումբիան նույնպես շատ ծանր վիճակում է, այն ղեկավարում է հիվանդ մարդ։ Այսպիսով, Միացյալ Նահանգների կողմից կլինի գործողություն եւ դա լավ է հնչում։ Այս մասին հայտարարում է Դոնալդ Թրամփը։ Նախագահ Թրամփը կարծես ամբողջությամբ թեքվել է իր նոր Դոնրո դոկտրինի մոտեցման կողմը, ուշադրությունը կենտրոնացնելով Գրենլանդիայի, Կուբայի եւ Կոլումբիայի վրա այն բանից հետո, երբ ռազմական գործողության արդյունքում իր հրամանով հեռացվեց Վենեսուելայի նախագահ Մադուրոն պաշտոնից եւ միևնույն ժամանակ ձերբակալվելով բերվեց Միացյալ Նահանգներ, Նյու Յորքի դատարան։ Բայց ինչ է իրականում նշանակում ԱՄՆ արտաքին հարաբերությունների այս մոտեցումը։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ։ Թրամփի վարչակազմի ազգային անվտանգության ռազմավարությունում, որը հրապարակվել էր նախորդ ամիս, Թրամփը նշել էր, որ արևմտյան կիսագնդում ամերիկյան գերակայության վերականգնումը իր երկրորդ ժամկետի կենտրոնական նպատակն է։ Այդ ժամկետից ի վեր Թրամփը բազմիցս հղում է արել 19-րդ դարի Մոնրոյի դոկտրինին, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ավելի կոշտ մոտեցումը հիմնավորելու համար։ 1823 թվականին նախագահ Ջեյմս Մոնրոյի օրոք մշակված Մոնրոյի դոկտրինը սահմանում էր արտաքին քաղաքական դիրքորոշում, ըստ որի արևմտյան կիսագնդում արտաքին միջամտությունը դիտվում էր որպես հնարավոր սպառնալիք Միացյալ Նահանգների համար։ Հատկանշական է, որ այն նախկինում օգտագործվել է որպես հիմնավորում ԱՄՆ-ի կողմից 1903 թվականին Կոլումբիայից Պանամայի անջատումը աջակցելու համար, ինչը նպաստեց Պանամայի ջրանցքի գոտին ԱՄՆ-ի վերահսկողության տակ անցնելու։ Այժմ Թրամփը իր արտաքին քաղաքականությունը բնութագրում է որպես Դոնրո դոկտրին, այն նկարագրելով որպես Մոնրոյի դոկտրին ստերոիդների վրա։ Նախագահ Թրամփը այս քաղաքականությունը փորձում է գործնականում կիրառել։ Նա Air Force One-ում լրագրողների հետ զրույցում զգուշացումներ է հնչեցրել մի շարք երկրների հասցեներին։ Մադուրոյի աղմկահարույց եւ բարձր մակարդակի ձերբակալության ֆոնին, որը մեղադրվում է նարկոաբեկչական դավադրության մեջ, Թրամփը խիստ զգուշացումներ է հնչեցրել Վենեսուելայի հարևան Կոլումբիայի եւ նրա, ինչպես ինքն է ասել, հիվանդ առաջնորդի Գուստավո Պետրոյի հասցեին, մեղադրելով երկիրը դեպի Միացյալ Նահանգներ կոկաինի հոսքը կազմակերպելու մեջ։ Այն ղեկավարվում է հիվանդ մարդու կողմից, ով սիրում է կոկաին արտադրել եւ վաճառել այն Միացյալ Նահանգներին, եւ նա շատ երկար չի անելու դա, ասեմ ձեզ։ Ինչ է նշանակում նա շատ երկար չի անելու դա։ Լրագրողի ճշտող հարցին Թրամփն ասում է. նա այլևս դա երկար չի անելու։ Նա ունի կոկաինի գործարաններ եւ արտադրամասեր։ Նա դա երկար չի անելու, այդ պատճառով էլ Միացյալ Նահանգների կողմից կլինի գործողություն եւ ինձ համար դա լավ է հնչում, հավելել է Թրամփը։ Պետրոն նախկին քաղաքային պարտիզանական խմբավորման անդամը ի պատասխան կոշտ նախազգուշացումներ է հրապարակել, հայտարարելով, որ Միացյալ Նահանգների հարձակման դեպքում պատրաստ է զենք վերցնել։ Ես երդվել եմ 1989 թվականի խաղաղության համաձայնագրից հետո այլևս երբեք զենք չվերցնել, բայց հայրենիքի համար ես կրկին զենք կվերցնեմ, գրել է նա X հարթակում։ Ձախակողմյան առաջնորդը, որը նախկինում էլ է բախվել Թրամփի հետ, նաև պնդել է, որ իր կառավարությունն է գլխավորում երկրում ապօրինի թմրանյութերի առևտրի դեմ պայքարը, Թրամփին ասելով, որ իր դեմ հարձակումը միայն կուժեղացնի կարտելներին։ Թրամփի վարչակազմը հոկտեմբերին պատժամիջոցներ է կիրառել Պետրոյի, նրա ընտանիքի եւ կառավարության մեկ անդամի նկատմամբ, մեղադրելով երկիրը գլոբալ թմրանյութերի առևտրին, մասնավորապես կոկաինի շրջանառությանը մասնակցելու մեջ։ Թրամփը նաև թիրախավորել է Կուբան, հայտարարելով, որ երկիրը իր խոսքով պատրաստ է արդեն փլուզման եւ ինքնուրույն է դա անում։ Մինչդեռ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ կոմունիստական կառավարությունը մեծ խնդիրների մեջ է։
Կուբայի կառավարությունը լուրջ խնդիր է։ Կարծում եմ նրանք մեծ դժվարությունների մեջ են։ Ես հիմա չեմ խոսելու մեր ապագա քայլերի կամ քաղաքականության մասին այս հարցում, բայց կարծում եմ գաղտնիք չէ, որ մենք Կուբայի ռեժիմի մեծ երկրպագուները չենք, որը ի դեպ աջակցում էր Մադուրոին, ասել է Ռուբիոն։ Թրամփը պարզաբանել է, թե ինչու չի դիտարկում Վենեսուելայի երկարամյա դաշնակից Կուբայի դեմ լրացուցիչ ռազմական գործողություններ, որը մեծապես կախված էր Կարակասից, տնտեսական աջակցության եւ վառելիքի հարցում։ Ոչ, Կուբան կփլուզվի իր կամքով, Կուբան շատ վատ վիճակում է, ասել է Թրամփը։ Գիտեք, նախորդ գիշեր շատ կուբացիներ են զոհվել։ Նրանք պաշտպանում էին Մադուրոին։ Դա լավ քայլ չէր, շարունակել է նախագահը։ X-ում հրապարակած գրառման մեջ Կուբայի կառավարությունը հայտնել է, որ Մադուրոյի ձերբակալության ընթացքում զոհվել է 32 կուբացի։ Հավանայում ԱՄՆ դեսպանատան դիմաց անցկացված ցույցի ժամանակ Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելը հայտարարել է, որ կպաշտպանի Կուբա-Վենեսուելա դաշինքը։ Վենեսուելայի համար, իհարկե Կուբայի համար, մենք պատրաստ ենք նույնիսկ մեր կյանքը տալ, բայց մեծ գնով։ Կուբան դատապարտում է եւ մերժում այս գործողությունները որպես պետական ահաբեկչություն։ Ոչ իմպերիալիստներ, սա ձեր բակը կամ վիճելի տարածքը չէ։ Մենք չենք ընդունում եւ չենք ճանաչում Մոնրոյի դոկտրինը, ոչ թագավորներին, ոչ էլ հնացած կայսերին, ասել է նա։ Սակայն Թրամփի ուշադրությունը արտերկրում միայն նարկոհաբեկչությամբ չէր սահմանափակվում, քանի որ նա իր հայացքը հյուսիս է ուղղել ու կտրուկ վերականգնում է ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիան վերահսկելու իր վիճահարույց ձգտումը։ Այն հիմա այնքան ռազմավարական է, Գրենլանդիան լիքն է ռուսական եւ չինական նավերով ամենուր։ Մեզ Գրենլանդիան պետք է ազգային անվտանգության տեսանկյունից եւ Դանիան չի կարող դա ապահովել, ասել է Թրամփը։ Երեք, երբ նրան հարցրել են, արդյոք Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողությունը կարող է նման մոտեցում կանխատեսել նաև Գրենլանդիայի դեպքում, Թրամփը դա Ատլանտիկին ասել է. Ես իսկապես չգիտեմ։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ստիվեն Միլլերի կինը Քեթի Միլլերը X-ում հրապարակել է Գրենլանդիայի լուսանկար ամերիկյան դրոշով եւ շուտով մակագրությամբ։ Թրամփի մեկնաբանություններն ու հունվարի 3-ին Կարակասում իրականացված ԱՄՆ գիշերային ռազմական գործողությունը միայն ուժեղացրել են անհանգստությունը Դանիայում, որը կառավարում է Գրենլանդիան։ Facebook-ում հրապարակված գրառման մեջ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը գրել է. Պետք է սա շատ ուղղակի ասեմ Միացյալ Նահանգներին։ Բացարձակապես իմաստ չունի խոսել այն մասին, որ Միացյալ Նահանգները պետք է վերցնի Գրենլանդիան։ Ուստի ես խիստ կոչ եմ անում Միացյալ Նահանգներին դադարեցնել սպառնալիքները պատմականորեն մոտ դաշնակցի եւ մեկ այլ երկրի ու ժողովրդի դեմ, որոնք շատ հստակ ասել են, որ իրենք չեն վաճառվում։ Նա նաև նշել է, որ Դանիան եւ հետեւաբար Գրենլանդիան ՆԱՏՕ-ի պաշտպանված անդամ են եւ արդեն իսկ ԱՄՆ-ին լայն մուտք են տրամադրել Գրենլանդիա գործող անվտանգության համաձայնագրերի շրջանակում։ Թրամփը պաշտպանել է ինքնակառավարվող դանիական տարածքի ԱՄՆ-ի մաս դառնալու գաղափարը հղում անելով դրա ռազմավարական կարևորությանը եւ հանքային պաշարներին։ Մոտ 57,000 բնակչություն ունեցող երկիրը 2009 թվականի համաձայնագրի համաձայն ունի անկախություն հռչակելու իրավունք, սակայն շարունակում է մեծապես կախված մնալ ձգնորսությունից եւ դանիական սուբսիդիաներից։ Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի միջև դրա ռազմավարական դիրքը դարձնում է այն ԱՄՆ բալիստիկ հրթիռների պաշտպանության համակարգի կարևոր հանգույց, մինչդեռ նրա հանքային հարստությունը մեծացրել է ԱՄՆ-ի հետաքրքրությունը Չինաստանից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Այսպիսի ընդգրկուն ու խորը երևի թե վերլուծություն երկու տարբեր թեմաներով ու մինչև մեր վերջին վերլուծությանն ու սյուժեին կանդրադառնամ, որն արդեն Մադուրոյի դատական պրոցեսի մասին է, հարկ եմ համարում շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին ձեր թույլտվության։ Կոզանյան Meat and Liquor եւ Կոզանյան's Family Market-ներին։ Միաժամանակ երկու հասցեում նույն վստահելի խանութը տարիներով թրծված մեր փորձառու գործընկերը Family Market-ում թխում ու առաջարկում է վայելել թարմ հասն ու լավաշը հասցեն 365 նոր Chevy-Chase Trot։ 11-17 South Glendale Avenue հասցեում է Gary's Mom's Bakery-ին գլխավոր բրենդ Mom's լավաշով։ Այստեղ ոչ միայն հացաբուլկեղենի տեսականին է ընթերցակ, այլև աղցանների, կիսապատրաստի ուտեստների։ Cosmopolis ռեստորանը առաջարկում է ընտանեկան կոլեկտիվ փոքր ու մեծ միջոցառումներն անցկացնել իրենց մոտ գնային անհամեմատելի առաջարկով։ Անհամատեղելի այդ առաջարկը բարձր որակին ու պրոֆեսիոնալիզմին։ Monarch Laundry-ին ընտանեկան բիզնես է, ընտանեկան, բայց կատարյալ որակի ու ժամանակի մեջ։ Գնային ճկուն համակարգում ձեզ տրվում է հնարավորություն այլևս մոռանալու լվացքի մասին։ Ավելի մանրամասն կարող եք իմանալ օգտվելով այս QR կոդից ու ներբեռնելով մեր գործընկերոջ հավելվածը։ Ու շարունակենք եւ վերջին ռեպորտաժը ներկայացնեմ։ Նյու Յորքում սկսված դատական գործընթացը Մադուրոյի գործով այլևս իրավական փաստաթղթերի կամ անձնական մեղադրանքների շուրջ չէ։ Այն բացահայտում է մի շարք ավելի լայն իրականություն, որտեղ միջազգային իրավունքը բախվում է ուժային քաղաքականությանը, իսկ դատարանը դառնում է աշխարհաքաղաքական պայքարի հերթական հարթակ։ Այս գործը հարց է բարձրացնում ոչ միայն մեղավորության կամ անմեղության մասին, այլ այն մասին, թե ով է այսօր սահմանում խաղի կանոնները գլոբալ համակարգում։ Մանրամասները Մարիամ Աթաբեկյանի ռեպորտաժում։ Թեթևակի կաղալով Մադուրոն կնոջ Ֆլորեսի հետ, որի ձեռքերին եւ գլխին վիրակապեր էին, առաջին դատական նիստին էին։
Նյու Յորքի Մանհեթենի դաշնային դատարանում տեղի ունեցավ մի գործընթաց, որն արդեն դուրս է գալիս սովորական քրեական գործի շրջանակներից եւ վերածվում է միջազգային քաղաքական ճգնաժամի։ Դատարանի առաջ կանգնեց Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոն իր կնոջ Սիլիա Ֆլորեսի հետ մեղադրվելով նարկոտերորիզմի, թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ ծանր զինատեսակների հետ կապված մի շարք հոդվածներով։ Դատարանի դահլիճում Մադուրոն բազմիցս հայտարարեց, որ իրեն առևանգել են եւ որ ինքը դեռևս իր երկրի նախագահն է։ Նրա խոսքը սակայն ընդհատվեց դատավոր Ալվին Հելսթրայնի կողմից, որը հստակ արձարարեց. դատարանը քաղաքական հայտարարությունների վայր չէ եւ բոլոր հարցերը կքննարկվեն սահմանված իրավական ընթացակարգերով։ Դատավոր, որը տեսել է ամեն ինչ։ 92-ամյա Ալվին Հելսթրայնը դաշնային դատավոր է արդեն ավելի քան քառորդ դար։ Նրա դատական կենսագրության մեջ եղել է ԱՄՆ-ի ներքին քաղաքական ամենաբարդ գործերը, նախագահական անձեռնմխելիության հարցեր, խոշոր ֆինանսական խարդախություններ եւ միջազգային իրավունքի խիստ վիճահարույց դեպքեր։ Այսօր այդ շարքին ավելացել է նաեւ Նիկոլաս Մադուրոյի անունը։ Հելսթրայնը Մադուրոյի գործին առնչվող գործընթացներին ներգրաված է 2014 թվականից, իսկ 2020 թվականին վերահսկել է այն լրացուցիչ մեղադրական եզրակացությունը, որով Մադուրոն պաշտոնապես ընդգրկվեց որպես գլխավոր մեղադրյալ։ Այս նիստը պատմական է նրանով, որ առաջին անգամ հենց ինքը գլխավոր մեղադրյալը կանգնեց դատարանի առաջ։ Գործի քննությունն իրականացնում է Նյու Յորքի հարավային շրջանի ԱՄՆ դատախազությունը։ Այն ղեկավարում է Ջեյ Քլեյթոնը, որի իրավասության տակ են գտնվում Մանհեթենը, Բրոնքսը եւ Նյու Յորքի քաղաքից հյուսիս գտնվող մի շարք շրջաններ։ ԱՄՆ դատախազության ներկայացրած մեղադրանքները ծանր են։ Ըստ դրանց Մադուրո նախագահ եղած տարիներին համակարգել է կոկայնի մատակարարման ուղիները դեպի Միացյալ Նահանգներ, օգտագործել է զինված ուժերը թմրանյութերի բեռների պաշտպանման համար, ապաստան է տվել թմրաթրաֆիկինգով զբաղվող խմբավորումներին եւ օգտագործել է պետական կառույցները որպես լոգիստիկ հանգույցներ։ Մադուրոյի կինը Սիլիա Ֆլորեսը մեղադրվում է առևանգումների եւ սպանությունների հրահանգներ տալու մեջ թմրանյութերի ցանցի ներսում հաշվեհարդարների ժամանակ։ Երկուսն էլ բոլոր մեղադրանքներով հայտարարել են, որ մեղավոր չեն։ Պաշտպանական կողմը արդեն իսկ ազդարարել է հիմնական ռազմավարությունը, պնդելով, որ տեղի է ունեցել ռազմական առևանգում եւ որ որպես ինքնիշխան պետության ղեկավար Մադուրոն պետք է օգտվի անձեռնմխելիությունից։ Վաշինգտոնը Մադուրոյի ձերբակալությունը ներկայացնում է որպես իրավապահ գործողություն ուղղված թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ, սակայն նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները լրիվ այլ պատկեր են ստեղծում։ Մենք ենք ղեկավարում, ասել է Թրամփը, ակնարկելով, որ Միացյալ Նահանգները ժամանակավորապես վերահսկում է Վենեսուելայի կառավարումը։ Նա չի բացառել նաև երկրորդ ռազմական հարվածի հնարավորությունը, եթե ժամանակավոր կառավարությունը չհամագործակցի ԱՄՆ-ի հետ։ Թրամփը բացահայտ կապում է Վենեսուելայի ճգնաժամը նավթային ոլորտի հետ, հայտարարելով, որ երկիրը սարսափելիորեն է կառավարվել եւ որ ԱՄՆ-ն թույլ կտա խոշոր նավթային ընկերություններին մուտք գործել երկիր առանց սեփական ֆինանսական ներդրումների։ Վենեսուելայի պետական նավթային ընկերություններն արդեն իսկ սկսել է կրճատել արտադրությունը։ ԱՄՆ-ի կողմից իրականացվող նավթային շրջափակումը հանգեցրել է պահեստային հզորությունների լուրջ պակասի, բեռնված տանկերների կուտակման եւ արտահանման գրեթե ամբողջական կանգի։ Անգամ Շևրոնի մատակարարումները, որոնք մինչ այս գործում էին հատուկ լիցենզիայով, ըստ վերջին տվյալների դադարեցվել են։ Նավթը, որը Վենեսուելայի տնտեսության ողնաշարն է, վերածվել է ճնշման գլխավոր լծակի։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի գործողությունները դատապարտվել են Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից։ ՄԱԿ-ում Վենեսուելայի ներկայացուցիչը զգուշացրել է, որ նման գործողությունները ստեղծում են վտանգավոր նախադեպ, երբ ուժեղ պետությունները կարող են ռազմական ճանապարհով որոշել այլ երկրների քաղաքական եւ տնտեսական ճակատագիրը։ Այս տրամաբանության ընդունումը բացում է դուռը ծայրահեղ կայուն աշխարհին, որտեղ ավելի մեծ ռազմական կարողություններ ունեցող երկրները կարող են ուժով որոշել այդ պետությունների քաղաքական եւ տնտեսական ճակատագիրը։ Վենեսուելայում հրապարակվել է արտակարգ հրամանագիր, որը ոստիկանությանը հանձնարարվում է ձերբակալել բոլոր նրանց, ովքեր աջակցել են ԱՄՆ-ի գործողությանը։ Կարակասում տեղի ունեցել Մադուրոյի կողմնակիցների զանգվածային ցույցեր, պահանջելով վերադարձնել առևանգված նախագահին։ Այս պահին մի բան հստակ է. Մադուրոյի գործը վաղուց դադարել է լինել միայն դատարանի հարց։ Այն դարձել է մեծ աշխարհաքաղաքական բախման կենտրոն, որտեղ հատվում են իրավունքը, ուժը, նավթը եւ գլոբալ ազատության պայքարը։ Մարտի 17-ին նշանակված հաջորդ դատական նիստը կարող է դառնալ ոչ միայն իրավական, այլև քաղաքական նոր շրջադարձի սկիզբ, իսկ մինչ այդ աշխարհը հետևում է մի հարցի պատասխանի. Արդյոք սա արդարադատություն է, թե 21-րդ դարի նոր ուժային քաղաքականություն։ Մարիամ Աթաբեկյան, հատուկ USR Media-ի համար։ Այսօրվա համար այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։